Աղում ենք նորմալ է թե նորմալ չէ։ Ես հարցնում եմ, դուք պատասխանում։ Պատկերացնենք դուք հայտարարատու պաշտոնյա եք։ Եթե ունեք բիզնեսներ, նորմալ է դրանք չհայտարարագրելը։ Դե չէ կարծում եմ։ Այո, Սուսինա, նորմալ չէ։ Ըստ օրենքի հայտարարատու պաշտոնյաները պետք է հայտարարագրեն իրենց եւ իրենց ընտանիքի անդամների մասնակցությունը առևտրային կազմակերպություններում։ Իսկ եթե դուք չեք ապրում ձեր ծնողների հետ, սակայն նրանք համարվում են ձեր ընտանիքի անդամները, նորմալ է նրանց տվյալները չհայտարարագրելը։ Չէ, նորմալ չէ։ Ոչ Սուսինա, նորմալ է։ Համատեղ բնակվող է համարվում այն անձը, որը հայտարարագրման տարվա ընթացքում պաշտոնյայի հետ ապրել է 183 եւ ավելի օր։ Իսկ նորմալ է, երբ պաշտոնյայի հայտարարագրած ծախսերը ավելին են, քան այս տարվա սկզբում հայտարարագրած դրամական միջոցները եւ այս տարվա համար հայտարարագրած եկամուտը։ Չէ, հաստատ նորմալ չի։ Այո, Սուսինա, դա նորմալ չէ։ Ինչպես կարող ես ավելի շատ ծախսել, քան վաստակում ես։ Եթե պաշտոնյայի հայտարարագիր ուսումնասիրելիս տեսնեք, որ նա այդ տարվա ընթացքում ավելի շատ ծախսել է, քան իր ունեցած դրամական միջոցներն ու եկամուտներն են, դա պաշտոնյայի կոռուպցիոն ռիսկեր ունենալու հիմնավոր կասկած է։ Պատասխանների արդյունքը վատը չէր, բայց ես վստահ եմ, որ հաջորդ անգամ ավելի լավ արդյունք կգրանցես։ Որակյալ եւ տվյալահեն տեղեկատվության թրենդից հետ չմնալու համար հետևեք մեզ, հավանեք եւ տարածեք մեր հրապարակումները, իսկ ես կվերադառնամ շուտով։ Չմոռանաք Patreon-ի մասին։ Չմոռանամ։